Սիրելի քույրեր եւ եղբայրներ, սիրելի հավատակից ներկաներ, ավակ շաբաթվա տնօրինական այս օրերի մեջ ենք եւ յուրաքանչյուր օրվա հիմքում դրված է մի առակ, մի պատմություն, որ մեզ համար, յուրաքանչյուրիս համար խորհրդանշական իմաստ եւ նշանակություն ունի։ Այս օրվա հիմքում դրված է իմաստուն եւ հիմար կույսերի առակը, որից մենք բնականաբար պետք է որոշ դասեր առնենք մեր հոգևոր կյանքի ընթացքը կազմակերպելու իմաստով։ Մենք յուրաքանչյուրս էլ քայլում ենք մեր հոգու փրկության ճանապարհով եւ մեր կյանքի գերագույն նպատակն է մեր հոգիների փրկությունը։ Սուրբ գրքում բազմաթիվ անգամներ է խոսվում իմաստության մասին, նույնիսկ իմաստությունն այնչափ արժևորվել եւ կարեւորվել է, որ Աստվածաշնչի առաջին թարգմանած նախադասությունը եղել է ճանաչել իմաստությունը եւ սխալը, իմանալ զբանս հանճարը։ Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը։ Սիրելիներ, իմաստությունը Սուրբ գրքում մեկ ուրիշ հատվածում մեկնաբանվում է, որ Տիրոջ նկատմամբ ունեցած երկյուղն է։ Մենք պետք է չփտրենք աշխարհի իմաստությունը, որը մի պահ կգա աշխարհի իմաստությունը, որ մեզ կխոնարեցնի աստվածային իմաստության առջև։ Իրական իմաստությունը եւ իրական ճշմարտությունը ինքը ամբողջովին մեր Տերը Հիսուս Քրիստոսն է։ Եվ իրենից է բխում իրական իմաստությունը։ Եվ եթե մենք ուզում ենք իրական իմաստության տեր լինել, պետք է քայլենք եւ փնտրենք, քայլենք Տիրոջ շավիղներով եւ փնտրենք Տիրոջից այդ իմաստությունը։ Միայն այդ ժամանակ կտրվի մեզ այդ իմաստությունը։ Իմաստությունը կտրվի, եթե մենք խոնարհ ենք։ Աստվածային իմաստությունը կտրվի, եթե մենք ծառայասեր ենք։ Աստվածային իմաստությունը կտրվի, եթե մենք ներողամիտ ենք, ներող ենք եւ ներվող ենք։ Այս դեպքում իրական իմաստությունը կգա մեզ հետ համբուրվելու։ Եվ այս օրվա խորհուրդը հենց իրական իմաստության փնտրտուքն է, որպեսզի չստացվի, որ Տերը հանկարծակի առանց ասելու եւ առանց մեր իմացության երկրորդ անգամ գա եւ մեր բավարար ձեթը ճակերտավոր չբավարարի, որպեսզի մենք Տիրոջ արքայության մեջ լինենք ու գտնվենք։ Ուրեմն Աստված ուզում է, որ մենք անհրաժեշտ քանակությամբ ձեթ, պաշար, յուղ ունենանք, որպեսզի կարողանանք, երբ Տերը թեկուզ անակնկալ գա, մենք կարողանանք այդ անակնկալ այցին պատասխանել եւ ասել, որ այո, իմ կյանքը վկայություն է եւ իմ կյանքով ես արժանացել եմ, որպեսզի քո խոսքի համաձայն քեզ հետ լինեմ եւ քո մոտ լինեմ։ Ուրեմն մաղթանքս է, որ իրապես մենք մեր կյանքը արժևորելով լինենք իմաստուն տնտեսներ, լինենք իմաստուն կույսեր, հնարամիտներ, ինչպես որ Սուրբ Գիրքն է ասում է աշխարհի որդիները ավելի իմաստուն են, քան լույսի որդիները։ Մենք պետք է ձգտենք իբրև լույսի որդիներ այդ իմաստությունը ունենալու, որովհետև միայն դրա պարագային մենք կարող ենք Տիրոջ արքայության մեջ լինել։ Եվ այսօրվա մեր հերոսները, որ խորհրդանշում են իմաստուն եւ հիմար կույսերը, ես վստահ եմ, որ իրապես իրենց կյանքը կարժևորեն եւ այնպես առաջնորդեն, որ իբր իմաստուն կույսեր կարողանան Տիրոջ արքայության մեջ լինել։ Շնորհավորեմ նաեւ իրենց, մաղթենք այդ աստվածային իմաստությունը, որ առաջնորդող լինի իրենց եւ բոլորիս այժմ եւ ավիտյանս Ավիտենից ամեն օրհնյալ եղերուկի շնորհասուրբ հոգուն երթայք խաղաղությամբ եւ Տեր Հիսուս Քրիստոս եղիցին ձեզ ընդ ամենեսյանը ամեն։